ժամկետները նշեցի, նախ այստեղ մի քանի հանգամանքներ կան, որպեսզի հաստատաբար երանգություններով չհրաշարակեն օրգանիզացիան։ Ժամը 20-ից հետո լրատվամիջոցներում ոչ փոխադի հյումանիտարական որ նշված քննական դրամասում քննությունը շարունակվում է սիմվոլների քննումը։ Այս առնչությամբ շատ հասկանում են որոշ իրավասուբաններ նախ եւ առաջ ընդհանրացան հանրական հանձնաժողովներ։ Բոլոր դեպքերում կենտրոնական հանրական հանձնաժողովը որպես ասած վերադարձ հանրական հանձնաժողով։ Այս ուղղությամբ չի կարող որևէ գործում քարտեզել, ինչ առումով չի կարող։ Տեսեք, ընդհանրացան հանրական հանձնաժողովը նշված թեմամասերի լրացականների կապված արձանագրված ֆակտորների որոշումը բացել 4 օր 11-ին։ Իհարկե պահպանվում են ընդհանրապես համավարժ ժամկետների հասցեանիշը։ Եվ նույն օրը, այսինքն քննարկությունից հաղորդություններից 4 օր անց, հենց նույն օրը երբ ընդհանրացան հանրական հանձնաժողովի բացել երկու որոշումներ, կենտրոնական հանրական հանձնաժողովը սեփական համաձայնությամբ վերաբերել է հանրակացարի հանձնաժողովների որոշումը։ Աստան, մինչև ժամը 20-ից հետո Գիտակցությունը շարունակվում է, ընդ որում այստեղ գիտեմ ինչ շարունակություն ունի, այնուամենայնիվ բարձրացնում է։ Հաշվի առնելով ժամը 20-ից հետո քննության մասնակցած զինվորների թիվը եւ անձնավորների քիչը նշեց, որ մենք հաշվարկով թիվը կազմել է 400-ից ավելի։ Երկու դրամասերի մասը կարևոր չի, կարևոր է քանի մասը։ Նման պայմաններում ընդրական նորեսեքի 65 հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է, որ տեղամասային ընդրական հանձնաժողովի նախագահը քննարկության սենյակում կարող է սահմանափակել ընդունների թիվը, եթե վտանգում է կարգի մեջ չլինելու, բայց բնականաբար տալու։ Քննարկության բնականաբար ընթացքում ոչ պահված կամ 15 ընդունների ու տարբեր կարգեր ընդունեն ընդրական դեպքում։ Սրանք ինչ ըստ էության բարձր դատարանը Ուտրատասկային ընտրական հանձնաժողովի դինահատականն, որ Ուտրատասկային ընտրական հանձնաժողովը այդտեղ էական խախտում չէ տեսել։ Այդ իրենց դինահատականը եւ այս դեպքում ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ քանի որ Ուտրատասկային ընտրական հանձնաժողովից մենք նաեւ պահանջել ենք նյութերը, այսինքն նույն գրանց համակարգների բաժին, էջերի բաժինները որպեսզի տեսնենք պահանջել ենք, որպեսզի սկանալել մարդիկ, որպեսզի տեսնենք ինչ իրավունքներ կան, այսինքն ժամանակավորությունը, արձանագրումը, խախտումների համակարգումը, գրանց համակարգները, մենք պահանջել ենք, որպեսզի ներկայացնեն նաև սարքի, այսինքն ընտրողների նույնականացնում գրանցման սարքի ամբողջ տեղեկանքի ստանը եւ եկել ըստ էության Ուտրատասկային ընտրական հանձնաժողովը գիտեր որ պահանջելով ուրեմն բարոյի Արդյոք շատ բան ինչու է կենտրոնական հանձնաժողովը, որպես վերադարձ հանձնաժողով, իսկ երկրների հանձնաժողովները 4 օր անց։ Այն պայմաններում մի բաղազանքի եղել է քննարկության համակարգից ամբողջովին սա անշատել բարսդական երկու օր այսինքն մինչև հունիսի 9-ը դա ժամկետներ որ իրենք դիտության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների կարգության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնել։ Այսինքն դրա դեպքում խնդիրների հավաքագրում, այսինքն անդրադառնալով տեղամասային կարգության խնդիրներին, մենք ըստ էության պիտի ամսի 9-ից հետո երբ որ նաև այն ժամանակն է, երբ որ սկսում է վերահաշվարկների գործընթացը։ Ցենզուրայը ամբողջ բոլոր 38 Ուտրատասկային ընտրական հանձնաժողովներում ընդհանուր վերահաշվարկներ։
երաշխարհների ծավալները քանդվում են կոմիտեների հանրական որ ցանկացած կասկածին չփարված կասկած դուրս չտան նրա դասների մեծամասնությունը երկու մասով է կոնցենտրական մոտիվն է խնդրին անդրադարձել է 11-ի հունիսի 10-ին, այսինքն խնդրով սկսել են զբաղվել հունիսի 10-ին, որտեղ արդեն ակնհայտ էր, որ չունեն այսինքն մասնակիցների կողմից համավարի պահանջ չի ներկայացվում, բայց կա հանրային պահանջ, այսինքն այս 3 տեղամասի 4 եւ ուսումնասիրությունով մեկը դուրս եկա 4 տեղամասում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն է ստացել եւ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել, խորհրդությամբ ուսումնասիրել գնահատել եւ թույլ չտալ, որպեսզի այդ տեղամասերում եթե խախտումները իրոք էապես ստացել են, թույլ չտալ, որ այդ խախտումները ընդհանուր ուսումնասիրությունների արդյունքից նշված երկու կադրական տեղամասերում վերահաշվարկան ստացվել։ Մեկ 10-51-ում այո, 10-51-ում այո։ Հիմա 10-51-ով կապված կառավարությունը զրկացում ենք այո։ Եվ ի սկզբանե բարձրել որոշ ինչպես այդ 4 օր անց հնարավորել կայացան իրական պատկերացումները հնարավոր չի։ Ի սկզբանե է կապված վերահաշվարկ հասկացելու անհրաժեշտությունը։ Վերահաշվարկը ընդհանրապես սեփականացություն։ Համաշխարհային ինչպես Տեսեք, կոնկրետ ցույցենք, որ այդ վերահաշվարկների սեփականացում վերահաշվարկները իրականացնում մենք կոնկրետ այդ տեղամասի վերահաշվարկի մասին մենք այդ վերահաշվարկի իրականացումը ուղղակի զեկուցել որ այս տեղամասը վերահաշվարկի Այսինքն նկատում են այս դեպքում եւ ենթադրում են որ ընդհանրապես նաեւ այդ կոնցեպտ խախտումը այսպես դերել իր դրամատուրգիայի մեջ որ այդ վերահաշվարկը իրականացնել չի հասցնում, քանի ես չեմ հասկանում, այսինքն եթե մեծ ուղղակի արդեն ամսի 11-ի երբ որ վերջնական նյութերը պահանջել են արդեն որ նաեւ որոշում ընդհանրացի որ գրանցամատերիալների անկախախումների գնահատման որոշումը այդ ժամանակ արդեն ըստ էության մենք նաեւ ունեցել ենք դերակցություն որ իրենք այդ տեղամասում վերահաշվարկել